Կառավարությունն ավելի քան 12 միլիարդ դրամ կհատկացնի 52 համայնքի 169 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։ Օրենքի համապատասխան նախագիծը կառավարության գործընկերներին ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Մեր միջին ցանկից շուրջ 6 անգամ ավելի ծավալուն համաֆինանսավորում ենք անելու։ Ինչի՞։ Շուրջ 6 անգամ ավելի մեծ։ Ինչն է պատճառը։ Պատճառը, որ ուզում ենք բոլոր շինարարների հետ տարեվերջին մեր կատարողականի հաշիվները փակած լինենք, եթե այդպես ասեմ, նաև կուզեմ արձանագրել, որ մենք ընդհանուր առմամբ 33 միլիարդ 635 միլիոն դրամի համաֆինանսավորած կլինենք 2025 թվականի ընթացքում պետական բյուջեից, որը մեր տարեսկզբի բյուջետավորածի համեմատ ավելի քան 200%-ով եւ ընդհանուր առմամբ նախորդ տարվա կատարողականից ավելի քան 2 միլիարդ դրամով։ Փաշինյանն առաջարկեց համայնքներից կտրված տներից մարդկանց հանել եւ նոր բնակարան գնել վերջիններիս համար, քան միլիարդներ ծախսել ենթակառուցվածքների վրա։ Ժամանակին համայնքը հողը տվել է, օքեյ տվել է, լավ։ Շինթույլտվությունը տվել է, բայց հիմա, ասենք մենք ո՞նց լուծենք այդ հարցը։ Այսինքն պատկերացնում եք, չէ, մի տան հաշվով մենք տանենք 150 միլիոն դրամ ներդրում անենք, մնացած տները կասեն մեր տների հաշվով է 150 միլիոն դրամ ներդրում արեք։ Ավելի լավ է մենք բանը գերակա շահ ճանաչենք այդ տունը, առնենք տանք, մարդուն ասենք գնացեք միտեղ ուրիշ տեղ բնակարան ձեռք բերեք եւ այլն եւ այլն։ Ավելի ժան կնստի մեր վրա։ Գործադիրի ղեկավարը մոտ 1 ժամ թվարկեց այս տարվա ընթացքում ավարտված եւ ընթացիկ բոլոր սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները։ Մենակ այս տարի համայնքներում 150 միլիոն դոլարի ներդրում է արվել սուբվենցիոն ծրագրերով, ասենք որ մնացած պատկերացրեք Բերդում հլեսա հիշողությամբ հիշենք, Գանձակար-Իցակար ճանապարհը, Նավուր-Թթջուր ճանապարհը, Չորաթանի ճանապարհը եւ այլ, այսինքն պետական բյուջեի միջոցներով հլա լրացուցիչ ինչեր ենք արել այս տարվա ընթացքում համեցեք 55 միլիարդ դրամ պետական բյուջեի միջոցներով հատկացել ենք ճանապարհաշինարարությանը, որի պատվիրատուն եղել է ճանապարհը 55 միլիարդ դրամ ճանապարհաշինությանը, որի պատվիրատուն եղել է ճանապարհային դեպարտամենտը, եւս 2 միլիարդ դրամ պետական բյուջեից հրատապ ծրագրերի մասով եւ 2 միլիարդ դրամ մասնակցային բյուջետավորման ծրագրի մասով։ Խոսելով տնտեսության զարգացումից վարչապետը պետնախագահից հետաքրքրվեց բյուջեի հավաքագրումներից, ինչին ի պատասխան պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն արձագանքեց ասելով. դրանք բավականին լավ են ընթանում, երկնիշ աճը պահպանվում է։ Բոլոր կտրոններով քանակով եթե նայենք 18%-անոց աճ ունենք, հասույթով 11%-անոց աճ ունենք, բայց այստեղ ուրախալին նա է, որ անկանխիկի վարկագիծը կտրուկ փոխվել է առևտրում եւ այս թվերի համեմատ կտրոնների քանակով անկանխիկի 52%-անոց աճ ունենք, իսկ հասույթների 31%-անոց աճ ունենք, այսինքն այս կտրոնների եւ հասույթների ՀԴՄ մեծ մասը ապահովում է անկանխիկի միջոցով, անկանխիկ վճարումների միջոցով։ Վատ լուր ունեմ ձեզ համար, պարոն Հակոբյան։ Այն որ վարչապետը աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են դե եթե կանխիկով կտակ փողը ուրիշ գին է, եթե քարտով կվճարեք ուրիշ գին։ Հիմա ես ավելի եմ հակվում մեր գործընկերներից ռադիկալ հայացքներ ունեցողներ կան, միշտ որ այդ հայտարարությունը անում է, բան տենց բան անցնում, տենց լարում անցնում դալիճով, այս կանխիկի հարցը պետք է լուծենք։ Ժողովուրդ ինչն է սա պետք կանխիկ փողը մի հատ կարակ բացատրեք։ Ինչ են անում մարդիկ կանխիկով։ Կա շարք են տալիս, ստվերային առևտուր են անում։ Վարչապետը հանձնարարեց փակել այդ եւ նման գործելավոճով աշխատող խանութները։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը համաձայն նոր հավելվածի ամրացնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գույքի հետագա տնօրինման նպատակով։ Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող
7 անվանում անշարժ գույքեր, որոնց ընդհանուր հողամասի մակերեսը կազմում է 18.6 հեկտար, իսկ ընդհանուր շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 650 միլիոն 862 հազար դրամ, ամրացնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հետագա տնօրինում իրականացնելու նպատակով նշված գույքերը Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել գլխավոր դատախազության հայցերի հիման վրա հակակոռուպցիոն դատարանի կայացրած դատական ակտերով գույքերի նկատմամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը եւ ըստ անհրաժեշտության կիրականացվեն դրանց մակերեսների անհամապատասխանությունների ուղղման աշխատանքներ գույքերից երկուսը գտնվում են Կոտայքի մարզում, երկուսը Երևան քաղաքում, մեկը Լոռու մարզում, մեկը Տավուշի մարզում եւ մեկը Արմավիրի մարզում։ Առաջինը Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան 30/1 հասցեում գտնվող 2.32 հեկտար մակերեսով հողամասն է։ Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 375 միլիոն 297 հազար դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը դեռ 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարել էր գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցն ընդդեմ Սամվել Մայրապետյանի։ Հայցով պահանջել էին անվավեր ճանաչել հողամասի աճուրդը եւ կիրառել անվավերության հետևանքներ։ Բողոքարկման բոլոր ատյաններից հետո վճիռը մտել է օրինական ուժի մեջ, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, այսօր ամրացնում են կառավարությանը։ Կառավարության նիստի ավարտին Փաշինյանը տեղեկացրեց, որ չզեկուցվող հարցերի շարքում կարևոր մշակութային արժեքի ձեռքբերման մասին եւս որոշում են կայացրել եւ խնդրեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին մանրամասներ ներկայացնել։ Պաուստային ֆոնդից 175 միլիոն 360 հազար դրամ է հատկացվում, որպեսզի Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքը, որը 1188 թվականին պատրաստված եւ քանդակված եկեղեցու փայտյա դռան փեղկ է, ձեռք բերվի եւ Հայաստան տեղափոխվի։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։